Բարի երեկո 5-րդ եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ։ Պարոն Բագրատյան, շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ինչպես տեղեկանում ենք արտգործնախարարության մամուլի խոսնակի էջից, աշխատանքային այցով Բրյուսելում է, եւ այդ այցին ընդառաջ Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները կառավարությունը իրենց է դիմել 2026-ի ընտրություններին ընդառաջ պայքարել օտար երկրների հնարավոր միջամտությունների դեմ։ Ինչի մասին է այս հայտարարությունը, պարոն Բագրատյան։ Նույն տրյուկն է, ինչ որ Մոլդովայի դեպքում, հա, ինչպես գիտեք, Մոլդովայում սանդում պարտվեց, բայց ինչպես 700,000 մոլդովացի ապրում էր Ռուսաստանում, երկու տեղամասպացին, 400,000 մոլդովացի ապրում էր Եվրոպայում, 60 տեղամասպացին, եւ այդքանից հետո սանդուն հաղթեց մեկ տեղով։ Հիմա սա էլ ստացել է առաջադրանք Փաշինյանից գնալ այդ բաները անել, որովհետեւ սրանք պատրաստվում են Ռուսաստանում 1-2 տեղամասպացել լինել ընտեղի գրանցվածներին, բայց Ռուսաստանում ավելի քան 1 միլիոն հայ ապրում, որը քվեարկելու իրավունք ունի։ Սա իրանք անվանում են օտար երկրային միջամտություն։ Իսկ այդ երրորդ երկիրը ո՞րն է կամ օտար երկիրը, որը միջամտելու է Ռուսաստանը։ Իհարկե իրանք չեն ասում, բայց Ռուսաստանն նկատի ունեն։ Բայց հենց որ բանը գալիս է Ռուսաստան, ինչպես վերջերս տեղ ունեցավ Նիկոլ Փաշինյանի պարագայում, ասենք բանն է անմիջապես քցվում են ոտքերը, ասում են, բա դուք չէիք իմանում, որ ես ձեր հետ եմ օտիդո։ Հիշում եք վերջերս Զախարովան հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ կրում է այդ պարտավորությունը։ Դուք ձեզ տեղեկ եք, որ ՀԱՊԿ-ի անդամությունն էլ վճարել։ Այլ բան է։ Եվ որ չեն վճարում կամ ուշացնում են, անմիջապես գրում են։ Հանձնարարել են ֆինանսների նախարարը մի քանի օր ուշացնի կամ բանը, բայց երբ որ վճարում են, ձեն չեն հանում։ Սա ոչ թե երկերեսանի 10-երեսանի խաղեր են, իրականում նրանք հիմա էլ ուզում են Եվրոպային քաշեն այդ մուծիլովկեքի մեջ։ Ու դրա վկայությունն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենք են դիմել, ոչ թե Եվրոպան է առաջարկել։ Եթե վստահենք լսեցինք։ Եվ իհարկե եվրոպացի փորձեն գալ ընտրություններին եւ կասեն, որ ամեն ինչ շատ լավ հաջող անցավ։ Անպայման կասեմ, չնայած եթե ինձ հարցնեք, այդ ընտրությունները այս իշխանությունները կպարտվեն։ Պարոն Բագրատյան, նաև մի հետաքրքիր հանգամանք հայտնի դարձավ, նշվում է, որ Արարատ Միրզոյան աշխատանքային այցով է այցելում Բրյուսել, սակայն Եվրոպական խորհրդի կայքում նշված է, որ հանդիպումների ուրեմն շրջանակներում ոչ պաշտոնական նախաճաշի ժամանակ ուղղակի քննարկում են ունենալու Արարատ Միրզոյանի հետ։ Հիմա եվրոպացի գոլեգաներն են ուրեմն խեղաթյուրում իրողությունը, թե Արարատ Միրզոյանն է հրավերը սխալ հասկացել։ Չէ, դու գնացել են քցնելով, մցնելով մեզի ընդունեք, մի անգամ էլ ընդունեք։ Եվրոպան չի ուզում Հայաստանին տեսնի եւ մենք դրա պատճառով գիտենք, Եվրոպան Հայաստանին չի ուզում անդամ տեսնի։ Ինչու՞։ 500 միլիոն եվրոյի ներդրում են անում, ուզում են Հայաստանի։ Բայց 500 միլիոն եվրոյի ներդրում էս 8 տարի անում են։ Այդ 2 միլիարդի մնացորդներն են, ինչ են։ 500 միլիոն եվրոյի ներդրում են անում, Ռուսաստանը տարեկան մեր մոտ անցյալ տարի ներդրել է 20 միլիարդ, այս տարի կլինի 14 միլիարդ դոլար։ Եվ ուր են գնում այդ գումարները։ Ռուսական 5 միլիարդը տրանսֆեր տա, 3 միլիարդի սուբսիդիա ենք ստանում վառելիքի, որովհետև վառելիքը մենք ստանում ենք աշխարհում ամենացածր գներով, եւ վերջապես 4-5 միլիարդ դոլար էքսպորտ ենք անում Ռուսաստան, եթե Ռուսաստանը չլի, մենք այդ ապրանքը ծախելու տեղ չունենք ուրիշ։ Բայց այս իշխանությունները անդադ բարձրացնում են, գնում ենք Եվրամիությունը մեզ հետ ռազմավարական, Եվրամիության անդամ երկրները ռազմավարական փաստաթղթեր են ստորագրում։ Նայեք, բերեմ ձեզ, ես ձեզ բերել եմ 10 օր առաջ լույս տեսած իմ գիրքը։ Սա մեգաէկոնոմիկայի տեսության մասին գիրքն է։ Իդեպ շնորհավորում ենք։ Գրքի լույս ընծալման կապակցությամբ։ Այստեղ կա ինչա ժամանակակից աշխարհը ուրա գնում։ Այստեղ ասվում է, որ բոլորին թվում է, թե Տրամպը տարիֆներով եւ այլն սպանեց գլոբալ աշխարհը, ոչ։ Տրամպը աշխարհը դարձնում է բազմաբևեռ։ Նա գտնում է, որ 190 երկիր չպետք է մասնակցի գլոբալիզացիայի process-ին, այլ պետք է մասնակցի 7-8-9 կենտրոն։ Այստեղ թվարկած են այդ կենտրոնները։ Եվ Եվրոպական միությունը որտեղ է զբաղվում։ Այստեղ կա։ Ուրեմն որոնք են այդ կենտրոնները։ Միացյալ Նահանգներն, հա, որը ձգտում է իրեն ենթարկել Կանադային, ազդեցություն ունենալ Լատինական Ամերիկային, ազդում է Վենեսուելայի վրա, այդ նարկոտիկ բան, դրանք խոսակցություններ են։ Փորձում է ձեռք գցի Գրենլանդիան,
Եվ փորձում է ինչ-որ բաներ ձեռքցի Աֆրիկայում ուժը չի պատում, փող չունի, ոչինչ չունի։ Միացյալ Նահանգները աղքատ երկիր է, պարտքերի մեջ կորած։ Ունի 340 միլիոն բնակչություն։ Մյուսը Եվրոպան է, մյուս կենտրոնը, այսօր շուտ 28 երկիր է միավորում։ Եվրոպան ունի բավականաչափ լավ բնակչություն, 450 միլիոն բնակչության կարիք չունի։ Ունի լավ տեխնոլոգիաներ, զարգացած համատաբար արդյունաբերություն, համատաբար զարգացած, բայց Եվրոպան անհեռանկարային միությունն է, որովհետև Եվրոպան ռեսուրս չունի։ Եվրոպայի ընդհանուր ռեսուրսները այսօր գնահատվում են 7 տրիլիոն։ Դրա համար Եվրոպան քյալա է տալիս Ուկրաինայի համար, որտեղ 9 տրիլիոնի ռեսուրս կա, հանքահունքային ռեսուրս։ Բայց այդ 9 տրիլիոնը Ուկրաինան արագորեն ստորագրեց տվեց Ամերիկային։ Այսինքն Եվրոպան արդեն պարտված է այս պատերազմում այն գալիքները, որ ուներ։ Հաջորդը Ռուսաստանն է։ Սա ամեն ինչ ունի, հողել ունի, ռեսուրսներ ունի, մոտ 80 տրիլիոնի հանքահունքային ռեսուրս ունի եւ այլն։ Սա միայն բնակչություն չունի։ Եթե դուք վերջերս ուշադրություն եք դարձնում Պուտինի այցին Հնդկաստան, մի կարևոր պրոտոկոլ ստորագրվեց։ Ռուսաստանը, որը պայքարում է միգրանտների դեմ, ընդհանրապես հրավիրեց, որպեսզի հնդիկ միգրանտները գնան Ռուսաստան։ Ռուսաստանը գիտի, որ այսօր արդեն դրանք գրագետ մարտիկ են, որովհետև Հնդկաստանում 100%-անոց կրթություն կա միջնակարգ եւ շատ մոդի օրը շատ զարգացան բարձրակուն կրթությունավարտները եւ ակնկալում է մի քանի միլիոն մարդ բերի այնտեղից։ Ռուսաստանը փորձում է նաեւ իրան կցել Դոնբասը, Ուկրաինայի մի մասը, նախին խորհրդային միությունից վերականգնել այնքան ինչքան կարող է, հələ մի բան էլ ավել։ Դե Մերցնել հենց դրանից է վախենում, պարոն Բագրատյան։ Մերցնել վախում, հա։ Հաջորդ բևեռը դա Չինաստանն է։ Չինաստանը փորձում է իր ընդհանրեցնել ամբողջ Հնդկաչին, Մոնղոլիան եւ ազդեցություն ունի Հյուսիսային Կորեայի վրա, այդ վաղ թե ուշ ազդեցություն կունենա նաեւ Հարավային Կորեայի վրա։ Չինաստանը այսօր շատ մերձ սերտ հարաբերություն է հաստատում Թայվանի հետ, որովհետեւ Տրամպը սանկցիաներ դրեց Թայվանի կիսահաղորդիչների արտադրության վրա։ Թայվանի մնում է բարեկամություն անել Չինաստանի հետ, մանավանդ իրանք Չինաստանն են։ Չինաստանը նաեւ մի աշխով նայում է Սինգապուրին, որտեղ նույնպես չինացի են բոլորը հասկանում են։ Ազգությամբ այո, էթնոսը չինացի։ Հոնկոնգը իրենն է, Մակաոն իրենն է եւ Պարասելյան կղզիների վրա է աշկը դրել եւ իհարկե փորձում է դրական ազդեցություն ունենալ Թայլանդի վրա, Կամբոջայի վրա, Վիետնամի վրա, միակ հարաբերությունն է, որ դեռևս բարդ են Ֆիլիպինների հետ հարաբերություններն են։ Ավել բան է սպայն Չինաստանը չի ուզում։ Սա ունի շատ մեծ մարդկային ռեսուրս եւ ունի բավականաչափ հանքահունքային ռեսուրսներ շուրջ 35 տրիլիոնի։ Եվ այդտեղ որն է հաջորդ դերը։ մեծությունը արաբական աշխարհն է։ Արաբական աշխարհը ունի շուրջ 4.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ունի ընդհանուր առմամբ շուրջ 350 միլիոն բնակչություն եւ ունի ավելի քան 45 տրիլիոն դոլարի ռեսուրս։ Այստեղ հակասություն կա Եգիպտոսի եւ բանի միջև Սաուդյան Արաբիայի մեջ։ Եթե հակասությունը չլինի, ապա լիդերը կդառնա Եգիպտոսը եւ կմիավորի արաբական աշխարհը։ Հաջորդը Թուրանն է։ Թուրանը, Թուրքիա, Ադրբեջան, Միջին Ասիայի երկրներ եւ թուրք բնակչություն ամենուրեք։ Մեր ցավոտ հարցը։ Որը այսօր Տրամպի այդ բանով ստացավ Միջանցք Հայաստանի տարածքով, հա։ Հա։ Եւ մյուս կողմից էլ Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի մաքսային միության անդամ։ Կա եւս հաջորդը Հնդկաստանն է, որը փորձում է ազդեցություն ունենալ Բանգլադեշ, Շրի Լանկա, Մավրիկիա, Հարավային Աֆրիկա, ինչպես նաեւ փորձում է ձեռք բերել որոշակի ազդեցություն, ասենք Հարավային Կովկասի վրա, մասնավորապես Հայաստանի հետ փորձում է բանանել։ Եվ եւս կա երկու ռեգիոն, Լատինական Ամերիկան, որ չի ձևավորվում, որովհետեւ գոյություն ունի հակասություն Պորտուգալախոս, Բրազիլիայի եւ իսպանախոս մյուս երկրների միջև եւ Աֆրիկան։ Նո Աֆրիկայի հյուսիսը դա արաբական աշխարհն է, իհարկե, այնտեղ 7 պետություն արաբական են եւ մնացած 51 պետությունները այնտեղ չի երևում, ով փորձում է Հարավային Աֆրիկան առաջ գնալ այս ուղղությամբ, բայց այստեղ մեծ է նաեւ Հնդկաստանի ազդեցությունը շատ խառը վիճակի Աֆրիկայում, ոչ ոք չգիտի։ Հավակնություններն ու Նիգերիան շուրջ 200 միլիոն բնակչություն ունի եւ այլն։ Հիմա գանք մեր ցավոտ հարցերի։ Հիմա Տրամպն ասում է, այս ութով պիտի մասնակցեն գլոբալիզացիային։ Հարցը առաջանում, Հայաստանը ինչ պիտի անի, ասում է, այդ ռեգիոններից մեկին միացի։ Հիմա դուք ասում եք, Հայաստանն ասում է, ես գնում եմ Եվրոպա։ Նիկոլ Փաշինյանը, Արեդ Միրզյանը խաբում են հայ ժողովրդին, իրանք իրանց օրենքներ են ընդունում, դեռևս մի հատ նախադասություն չի եղել, որ Եվրոպան ուզում է։ Մենք Եվրոպային պետք չենք։ Մենք ունենք 15 միլիարդ դոլարի ռեսուրս ակամքային։ Վրաստանը 45, Ադրբեջանը 500։ Մենք ընդհանրապես բալաստ ենք Եվրոպայի համար։
մենք մեզանից հետաքրքրություն ենք ներկայացնում մեր երկրաքաղաքական դիրքով միայն Թուրքիայի եւ Ռուսաստանի համար։ Այսինքն դրությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի մեջ է, ոչ թե Եվրամիություն կամ Ռուսաստան։ Հիմա ինչ ասեմ, հիմա Արադ Միրզոն այսքան բան կարա հասկանա, չի հասկանում, իհարկե չի հասկանում, շատ լավ գիտենք ոնց է։ Մի անգամ չեն նստում մեզ բացատրել։ Եվ այս եվրո ինտեգրացիայի կողմնակիցները անդադ ասում են էլի, չգիտեմ, այլ Ստեփան Սաֆարյանը կա, Այդ ծեսել են մեղադրում, որ ժամանակին դեպի Եվրոպա եք հիմա այդ մասին էլ կասենք, հա։ Էլ Խուրշուդ Հովսեփյանը, էլ Տիգրան Խզմալյանը, էլ չգիտեմ, Ղևոնդյանը, եսիմ ովքեր, այս մարդիկ։ Հոյմարդ եվրոպացի են տարել, դեմոկրատ։ Իբր թե Եվրոպայում դեմոկրատիա կա։ Ոնց էլ ասում են, պատու մի ժամանակ Եվրոպայի ես իմ կարծիքը չեմ փոխել, ես դեմոկրատ եմ, ազատ տնտեսական հարաբերությունների կողմնակից, որի դեպ չի բռնում ոչ այսօր Տրամպի տարած քաղաքականության հետ եւ մասամբ նաեւ Ռուսաստանի հետ չի բռնում։ Բայց ես մնացել եմ իմ տեսակետի։ Այս են Եվրոպան չի, որ Ալ-Շահարին հայտարարում էր բան տերորիստ։ Իսկ հիմա երազումա հետը պայմանագիր կնքի։ Չի ողջունում Սիրիայի նոր պրեզիդենտին, որը վերջնականապես, ինչպես Ղարաբաղից հայերին հանեցին, Սիրիայից քրիստոնյա հայերին վերջնականապես համարյա վռնդեց։ Դե վերջին հաղթանակների ժամանակ այո, այս է Եվրոպան չէ, որ 14 թվին Ուկրաինայի մեկավ, դա վերջին անգամ էր, որ ես արդեն հավատացի, թե Եվրոպա կա, այդտեղ դեմոկրատիա կա, արդարություն կա։ Այս է Եվրոպան չէ, որ 14 թվին ասեց, հեսա Ուկրաինայում թազանտրություն կանենք, խաբեց Յանուկովիչին հանեցին, լարեցին երկրից։ Այս է Եվրոպան չէ, որ կանգնավ Ղրիմին, սկսվեց Ղրիմից օրինակի մոտ։ Եվ որ Ղրիմը մաքուր քվեարկել էին, միացել են Ռուսաստանին, եւ այդ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ուներ։ Այս են Եվրոպան չէ, որ ստորագրեց Մինսկ 2-ը, որ պատերազմ չլինի ու չկատարեց։ Չէ՞ որ Մինսկ 2-ով Ուկրաինան պիտի հայտարարվեր ֆեդերատիվ պետություն, եւ երկու ռեգիոններում Դոնեցկի եւ Լուգանսկի պետք է ճանաչեին ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ու չարեցին։ Եվ Պորոշենկոն եւ Զելենսկին հրաժարվեցին։ Ու երբ որ ռուսներն ասին արեք, չպատասխանեցին։ Հետագայում մենք ունենք եւ Մերկելի, Անգելա Մերկելի եւ բանի Ֆրանսուଆ Օլանդի, Ֆրանսիայի պրեզիդենտի խոստովանությունը, որ իրանք ձևի համար են ստորագրել դա, պատասխանալու, որը ցույց տվեց, որ Ռուսաստանը եթե փորձում է ուժով լուծել, ուրեմն բավարարված չի նրանով, որ եվրոպացիք խախտեցին ստորագրված պայմանավորվածությունները։ Այս են Եվրոպան չէ, որը աչքերը փակ նայում ոնց Ղարաբաղից հանեցին ժողովրդին։ Այս են Եվրոպան չէ, մասնավորապես պարոն Մակրոնը, որը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին համոզեց Նիկոլ Փաշինյանին Բուդապեշտում ստորագրելու այն թուղթը, որով նա հայտարարեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս, որով ֆուկ արեցին ռուսների Ղարաբաղից։ Ինչ լավ բան եք տեսել։ Այս են Եվրոպան չէ, որ այսօր պայքարում է, որ պատերազմը շարունակվի։ Հայաստանում իրանց դեմոկրատ համարող այդ մարդիկ նստում են հմեկով ասում են, որ պատերազմը չի կարելի խաղաղություն գնա Ուկրաինան։ Դե ասում են Ուկրաինան ինքնիշխանության համար է պայքարում, ոնց որ Հայաստանի իշխանությունները հանուն ինքնիշխանության պատերազմ են սկսել եկեղեցու դեմ օրինակ։ Բայց մարդկանց կարելի է հավատալ։ Պարոն Բագրատյան։ Բայց մարդիկ մի հատ իրանց չեն ասում, որ այ մարդ Բագրատյանը չի փոխել իր բանը, տեսակետ աշխարհայացքը։ Մենք ենք փոխվել Եվրոպայի հետ միասին։ Մենք ձեռք ենք բերել, որ շան որդու աշխարհայացք։ Պարոն Բագրատյան, ամենայնիվ անդրադառնանք մեր ցավոտ հարցերին։ Դուք ասում եք, որ Եվրոպայի հետ միություն չկա, մեզ մոլորության մեջ են գցում, կամ Ռուսաստան կամ Թուրան, հա, Թուրքիա, Ադրբեջան։ Այդ 8 ռեգիոնից մեկը պիտի լինի։ Կամ Հնդկաստան կամ Չինաստան, նո Ամերիկան Ամերիկայում է։ Այսինքն մեր ընտրությունը Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան կամ Թուրանի մեջ։ Չէ, Հնդկաստանը Չինաստանը չեն հավակնում Հայաստանի վրա։ Հնդկաստանն ասում է լավ հարաբերություններ ունենանք։ Կարեն ռեգիոն դառնար Իրանը, բայց նա շատ թույլ է։ Հիմա Հայաստանը իր աշխարհակական դիրքով որպես տարած հետաքրքիր է Թուրքիային, որպեսզի Հայաստանը չլինի կամ էլ ձուլվի թուրանական աշխարհի հետ, թուրքական, ընտրում մինչև կրոնը փոխի, եկեղեցին փոխի, եւ չէ որ Եվրոպան եւ Ամերիկան միջնորդում են Թուրքիայի առաջ, ինչ կլինի Հայաստանը պահպանեք էլի, մի ոչնչացրեք, որովհետեւ իրանց կարծիքով իրանք Հայաստանը հանել են Ռուսաստանի տակից, էլ Հայաստանը հովանավոր ու պաշտպան չունի։ Իրանք դες չի որ ասում են, դե Թուրքիան մտեք հայերին կոտորեք։ Ասում են մենք ամեն ինչ կանենք, որ հայերը ձեր ազատանան են։ Թուրքիան էլ ասում են, որպեսի հայերը անեն մեր ասածը, որպեսի մենք Երևանում, Հայաստանում ցեղասպանություն չանենք, հասկանում են, ասում են։ Ուրեմն
Իրանք պիտի իրանց հանրապետության տարածքը այնպեսին լինի, որ ճանապարհներով կապված չլինեն։ Մենք մեր անկլավներով պիտի խրվենք մեջը, ջրերը պիտի տիրապետենք, աղբյուրները պիտի վերցնենք, այսքան տարածք պիտի վերցնենք Հայաստանից, հասկանում եք։ Էներգետիկան պիտի հսկենք, ատոմակայան չպիտի ունենան։ Հասկանում, էներգետիկան մենք պիտի էլեկտրաէներգիա մեզից պիտի առնենք, գազը մեզից պիտի առնենք, որ երբ ուզենանք կտրենք, փակենք։ Դրա համար Եվրամիջնը 500 միլիոն եվրո տալիս։ Այո, Եվրոպան էլ փող է տալի 500 միլիոն, բայց ասում այդ փողը Ռուսաստանի չտաս։ Այդ փողը գնա Ադրբեջանից գազար, 3 անգամ ավելի տանկ։ Հայաստանն էլ ասում է, ինձ ռուսական 15 միլիարդ դոլարը պետք չէ, այս 500 միլիոնն է։ Մի հատ թել է կապել։ Ինչի՞ մի հատ Հայաստանից չեն խոսում, որ այս տարի Ռուսաստանից 6 միլիարդի փոխանցում է եկել արդեն։ Պարոն Բագրատյան, բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Եթե այս իշխանությունները այդքան հակառուսական են, Ռուսաստանն ինչու է նման։ Ռուսաստանն էլ հետաքրքիր է։ Ռուսաստանն ասում է անարդ, երբ որ հասկացնել է տալիս, ես այսպես եմ հասկանում։ Այնարդ չկա բան, որ մենք Նիկոլից ուզել ենք, չի արել։ Օրինակ, Նիկոլը միջև հիմա խոսում էր, որ ինքը հապկին դեմ է, չէ՞։ Բայց տեսակ մենք հայտարարեցինք, որ հապկի մեջ է, մասնակցումը ոչ միտեղ էլ չգնաց։ Ու Հայաստանը չպատասխանեց դրան, ռեակցիա չտվեց։ Հայաստանը խաղ խաղում Եվրոպայի ու Ռուսաստանի հետ։ Լավ հասկանալով, որ վերջում ինչ է վազելու է Ռուսաստանի գիրկը։ Այսինքն այդքան ուժեղ ստրատեգիա է Ռուսաստանն ասում է, լավ, եթե տենց է, այս թույլ տիպը, որ կա Նիկոլ Փաշինյան կոչված է, այտենց իր այդ քաղաքականության բան, սկզբունքորեն մենք արդեն գիտենք, որ ինքը փորձված թուլամորթ է արտաքին քաղաքականության մեջ։ Բայց ես կարծում եմ, եթե հասնենք, որ վաղ թե ուշ գալիս է այդ բան, ինչպես ավերջուկն ասում, որ երկու աթոռին չեք նստելու արդեն։ Եվ Հայաստանի ընտրությունը կլինի Ռուսաստանի իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդքան վստահ։ Նիկոլ Փաշինյանը շատ փորձագետների պնդմամբ գնում է հենց Թուրքիա, ոչ թե Ռուսաստան։ Չէ, Ռուսաստանը թույլ չի տա, որ նա Թուրքիա գնա։ Նիկոլ Փաշինյանը փորձում է, Նիկոլ Փաշինյանն ունի կաթողիկոս է հանում։ Ալաշկյուր Փաշազադեի պահանջով, հասկանում եք։ Բայց ի վերջո Ռուսաստանը հարցը դնելու է sense, եթե դուք գնում եք Թուրքիա, այդ տարածքը ինձ պետք է։ Որ տարածք, պարոն Բագրատյան։ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դուք ինչ ուզում եք, ինչ հիմարություն ուզում եք արեք։ Ես թույլ չեմ տա, որ Թուրքիան դուք ձեր միջոցով դուք դառնաք Թուրքիայի մասը, ինտեգրվեք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ դառնաք թուրքական աշխարհի մասը, դա չլինող բան է։ Ինչու, պարոն Բագրատյան, որովհետեւ թուրքական աշխարհը հարձակվել է Ռուսաստանի վրա։ Հյուսային Կովկասի։ Եվրոպայում հիմա տեսնում են, որ Ուկրաինայի ուժերը հատում են Ռուսաստանի դեմ կռվելու, Եվրոպան պետք է հիմա Թուրքիային քաշի Ռուսաստանի դեմ պատերազմը, որտեղ Ռուսաստանի հանգահումքային ռեսուրսներն են պետք Եվրոպայի։ Ոչ թե վախը, որ Պուտինը շուտով ԽՍՀՄ վերածնելու է, հա։ Իրականում ռեսուրսներն են Պուտինը չէր ուզում ԽՍՀՄ վերածնել։ Պուտինը մեր Բալթյան հանրապետությունը մեզ մոտ չի ներգրավում։ Պուտինը այս պայն համաձայն է Ուկրաինայի շուրջ 70%-ը փողվի գնա, հասկանում եք։ Պուտինը լավ հասկանում է, որ ինքը խնդիրներ ունի Թուրքմենստանի հետ, երբեք չի գալու Ղազախստանի հետ։ Լավագույն դեպքում Ղազախստանի մի մասը նախ եկեք ճշտենք մեր ասածը։ Իհարկե Պուտինը փորձում է նոր ընկերներ ունենալ եւ թերևս աշկը Իրանի վրա է, Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու, որտեղ Իրանը թույլ կողմ է եւ հնարավոր է որ նախկին ԽՍՀՄ չլինի, մի ուրիշ կոնֆիգուրացիա լինի, այդ թվում ներառյալ Իրանը։ Հա։ Սակայն այսպես ասած դատողություններ են տրամաբանական մակարդակի վրա, բայց միտումները այսօր երևում են։ Պարոն Բագրատյան, այս աշխարհաքաղաքական գործընթացները, հա, նոր ուժային բևեռներ են ձևավորվում, մենք էլ այդ խառը ժամանակների մեջ մի տեսակ հենց ատոմային, հա, պատե-պատե ենք խփվում, ատոմի նման չգիտենք, որ ուղղությամբ կգնա Հայաստանի Չէ, լավ գիտենք։ Ինչի է ստացվում, որ տենց բանը մեր շարժումը, բանը շատ քաոտիկ է արտաքին քաղաքականությունը, քաոտիկ է պատճառով, որովհետև արտաքին քաղաքականությունը հարմարեցվում է մեկ մարդու շահերին, Նիկոլ Փաշինյանին, որ ուզում է վերարտադրվել եւ հավրժացնել իր իշխանությունը այս երկրում։ Գնում է Եվրոպայի ինչ է։ Այդ դեպքում ինչու չընդունել ռուսական կողմի աջակցությունը, հատկապես որ Ռուսաստանը չի ուզում Հայաստանը գործնել։ Հա, այստեղ ուրիշ բան է։ Ինքը Նիկոլ Փաշինյանը, ասենք, այդ նույն եվրոպամետները, Խզմալյան Տիգրան, Խուրշուդ Հովսեփյան, Արամ Զավենի-Սարգսյան, այնքան են Ռուսաստանին քրֆե, իրանք հասկանում են, որ երկարատև ապագա Ռուսաստանի հետ իրանք չունեն։ Հետո հասկացեք, հիմա տնտեսական զարգացման ինչ ուզում եք ասել, հիմա փաստեր են, 4 տարին պատերազմա գնում, 4 տարին անմեջ Ռուսաստանի տնտեսությունը աճում է։ Ռազմական Եթե հիմա դուք գնում եք Մոսկվա, Լենինգրադ, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ, ես լինում եմ, ստացվում է, որ լինում եմ, իրանք շատ բարձր մակարդակի արդեն զարգացում են ապահովել։
պարիտետով մեկ շնչնիկով խնայով իրանք 44,000 են։ Նշի որ Գերմանիան իրանցի շատ ուժեղ է, շատ 55,000 է։ Հասկանում եք։ Այնուամենայնիվ ռուսական տնտեսությունը զարգանում է, երբ որ գնում ես Մոսկվան հիշեցնում է չինական քաղաքները, չինական բոլոր քաղաքները ոնց որ նոր երեք սարքածելն են։ Այդ ձևի իրանք ամբողջը քանդում թազասարքում են։ Այնուամենայնիվ գոյաբանական պայքարի մեջ է Ռուսաստանը։ Այսօր արևմուտքի հետ ինչպես իրենք են Ռուսաստանը գոյաբանական պայքարի մեջ չի։ Ռուսաստանը իր տեղը ունի։ Ռուսաստանի դեմ դուրս է եկել Եվրոպան։ Գոյաբանական պայքարի մեջ է Եվրոպան։ Որտեղ Եվրոպան եթե ռեսուրս չկտա, հիմա Ուկրաինան եթե միացնել Եվրոպային շատ օգուտ չկա, այդ ռեսուրսները Ամերիկան է վերցրել։ 9 տրիլիոն հետ է խաղում։ Ամբողջ Եվրոպան այդքան ռեսուրս չունի։ 9 տրիլիոնի հանգաումքային ռեսուրս, 9.5։ Բայց դեպքում ակտիվությունը մեր տարածաշրջանում այնուամենայնիվ, պարոն Բաքրաձյան, Եվրամիության ակտիվությունը տարածաշրջանում։ Ուր ակտիվություն։ Չկա։ Բողոքում են Վրաստանը թքեց վրեքները, ասաց թողեք ես իմ բանով ապրեմ, ոչ մի բան էլ չարեցին։ Ինչ ակտիվություն։ Դրանց այդ ակտիվությունը ինչ է։ Իրանք գովում են բաներին, դու ասա, տերորիստներին են գովում։ Իրանք գովում են Սիրիայի նախագահին, որի տերորիստները Ղարաբաղում կռվում էին մեր դեմ։ Իրանք գովում են բանին նա ով որ հակառուսական քայլ անում։ Հələ նայեք այդ իրանք անդադ Լեհաստանին մեր Բալթյան երկրներն ասում են քրֆեք ռուսներին, քրֆեք անդադ։ Էսա մեր գործ չի դա։ Ռուսները մեր իրոք ստրատեգիական գործընկերներն են։ Մեր գործը չի գնալ լսել եվրոպացիներին եւ բան անել, գցել ռուսներին։ Դրա համար պատժվելու ենք։ Գալ սուտ խոսել է ժողովրդին, ասել միևնույն է, իբր թե ժողովուրդը չի հասկանում, ասել 500 միլիոն են տվել։ Եվ որ ամեն տարի, այս տարի օրինակ Ռուսաստանը կտա 14 միլիարդ։ 14 միլիարդը 500 միլիոնից 28 անգամ ավել է։ Եվ ժողովուրդը գտնում է որ չի հասկանում, խնդիր կա իհարկե ժողովրդի հետ իհարկե գուցե եւ մտածում են այդպես։ Պարոն Բաքրաձյան, եթե այդպես են մտածում որ խափում են ժողովրդին։ Բախի մի հատ բյուջետ չունի, խի 1% թոշակ չի ավելացնում։ Խի 1% բան չի աշխատավարձ չի կարողանում ավելացնել։ Դե ասում է 10,000 դրամ թոշակ ավելացնենք, թոշակառուն չի իմանա ինչ անել այդ թոշակը։ Իսկ առաջ անգամ է դες բան լսում։ Ընդհանրապես վերացրու թոշակը։ Մեկը չի հասկանում, չէ՞ քո ասելով։ Զգույշ եղեք խորհուրդներ տալուց հանկարծ լուրջ չընդունեն։ Ինչ ասեմ։ Բահելում ասում է թոշակ ոնց տանք ասում, մեկը իրանք չգիտեն թոշակ ծախսել, իրենք չեն հասկանում։ Հիմա գանք ներքաղաքական process-ներին։ Քաղաքական ուժերը պատրաստում են 2026-ին նոր քաղաքական միավորներ են ձևավորվում, ամեն մեկը փորձում է յուրովի, հա, կողմնորոշված ընտրազանգվածին իր կողմը քաշել, կոպիտ ասած, եւ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ քաղաքական ընդդիմադիր իհարկե միավորների հետ հանդիպումներ են ունենում, փորձում են միասնական օրակարգ ձևավորել։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունը դիմում է Եվրամիությանը, այսպես կոչված ինչ-որ երրորդ երկրի ազդեցություններից իրենց պաշտպանելու համար փաստացի ունեն Եվրամիության աջակցությունը ֆինանսական, նաև PR մակարդակում, այո, տարատեսակ հայտարարություններ, հանդիպումներ, միջոցառումներ։ Ստեղծված իրավիճակում արդյոք ընդդիմությունը պետք է ինքը եւս փորձի դրսից աջակցություն ունենալ։ Թե այս դեպքում արդեն Մոլդովայի սցենարը ամբողջությամբ իրագործելու հնարավորություն կստանա։ Նախ ասեմ, որ երրորդ կողմ, երբ որ Հայաստանն ասում է, նկատի ունի այդ նույն Հայաստան խմբակցությանը։ Երրորդ կողմը ինչ որ ուրիշներ չեն, ուրիշ ոչ ոք առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել ռեգիոնի նկատմամբ։ Մնացածը, եթե ես խոսամ, կասեն դե գիտեք, չէ, Հրանտ Բագրատյանը ռուսների մարտներ, կամ Եվրոպայում պետք է լինի, ասի Հրանտ Բագրատյանը գիտեք, վաղուց դեմոկրատներ, ինքը կրում է, այսպես ասած, լիբերալ տնտեսական արժեքներ։ Գիտեք, դրանք քաղաքական սատանայություններ են, բոլորը։ Ինչ վերաբերում օրակարգին, այո, Իշխան Սաղաթելյանը հանդիպում եղել է եւ մենք խոսել ընդհանրապես փոխանակել ենք մեր տեսակետները առաջիկա ընտրությունների մասին, որովհետեւ հեսա իրար հետևից արդեն ընկան մեյդան ընկան, չէ, ասենք նորից սոցիոլոգիական հարցումներ, բան, հա, չէ։ Հետաքրքիր տվյալներով։ Հա, հետաքրքիր տվյալներով, այդ տվյալները կարևոր չի, որ ընտրությունից հետո կպարզվի 10 անգամ տարբերվում են։ Բայց իրականության մեջ հստակ երևում է, որ որոշակի բան ունի դեռևս Նիկոլ Փաշինյանը խաղաղության, հստակ երևում է, որ կան ընդդիմադիրների մեջ ուժեր, որոնք լավ վարկանիշ ունեն, որովհետև բոլորի հետ մենք խոսում ենք, շփվում ենք, հա, ասենք դա մեր ձևով շարժումն է, լուրջ ռեսուրս ունի Հայաստանը, հա, եւ կան մի քանի եւս ընդդիմադիրներ, որոնք բարեբախտաբար ահագին բան ունեն։ Ես լռում եմ իմ անձի մասին եւ այլն, կան մարդիկ, որոնք ժողովուրդը
առիթ չունի չվստահելու, հա։ Եվ կգա ընտրությունները այդ մասին կխոսենք։ Մի բան է պարզ, որ 6 ամիս հետո շատ բան իրադարձություններ են սպասվում Հայաստանին, որտեղ իշխանությունը ամեն ինչ անելու է իշխանությունը չթողելու համար։ Եվ այս անգամ նրանց օգնելու են եվրոպացիք, հնարավոր է նաև ամերիկացիք, հասկանում եք։ Դրանում ես վստահ չեմ, բայց չեմ բացառում, որովհետև Արևմուտքը հասկանում է, որ իրականում Նիկոլ Փաշյանը այն չի, ինչ որ ինքը իրեն ներկայացնում է։ Դա հասկանում է։ Բայց առայժմ չեմ տեսնում մեկ ուրիշ ուժ, որին Արևմուտքը կհավատար ավելի շատ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը հավանաբար կառաջնորդվի հետևյալ սկզբունքով, վերջին հաշվով ով էլ լինի Հայաստանում պատի որ հաղթի այն տեսակետը, որ առանց Ռուսաստանի իրանք ուր պիտի գնան, ինչ պիտի անեն։ Ռուսաստանն է, որ հանդիսանում է Հայաստանի պատմական, աշխարհագրական, տնտեսական, քաղաքական հարմար դաշնակից։ Պարոն Բագրատյան, բայց դա էլ է վիճելի տեսակետ, որովհետև Հայաստան անվամբ օրինակ կարող է մնալ Երևանի խանության տարածքի միջապ, որը Ռուսաստանի հետ կունենա դաշնակցային հարաբերություններ, բայց դա մեր շահերից չի բխում։ Հա, բռնել Հայաստանը կիսել հենց անել, որ թուրքերն էլ բավար։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, ես ելնում եմ այն տեսակետից, որ Ռուսաստանը չի ուզում, ի տարբերություն Եվրոպայի Միացյալ Նահանգների, չի ուզում, որ Հայաստանը դառնա թուրանական աշխարհի մասը։ Միացյալ Նահանգները, Եվրոպան, ըստ էության, մեր բարեկամներն են, բայց եթե ծայրահեղ դեպքը գա, նրանք ասել են, մենք ձեր համար չենք կռվի։ Նրանք ասել են դա, հայտարարել են։ Ոչ մի տեղ չեն կռվում, Ուկրաինայի նման հնարավորություն նրանք նախատեսում են։ Սա է տարբերությունը։ Մնացածը հայ ժողովուրդը պիտի որոշի, եթե ընդհանրապես կարողանում է բան որոշել։ Ինչ-որ բան հասկանալ եւ այլն, այդ արդեն ժողովրդի գործն է։ Անդրադառնանք մեր զրույցի վերջում նաև եկեղեցու դեմ պատերազմին։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ հոգևորականները քաղաքական հայտարարություններով են հանդես գալիս ու եկեղեցին վերածվել է քաղաքականությամբ զբաղվող կառույցի։ Ոնց է կապացում, ընդհակառակ հենց իր օրոքա ինքն է ստիպել, որ քաղաքական լինեն։ Ինքն է գնացել ստիպել, որ Կճոյանի նման մեկը, որը վաղուց պիտի բանտում լիներ, հա, այն հայտարարությունները թեկուզ Բենտլի մականունի համար, այսօր եկեղեցու դեմ հայտարարություններ անում։ Մինչև այդ ով է քաղաքական հայտարարություն արել։ Օրինակ arczepiskopos Միրզախանյանն ասում է, որ ժամանակին արաբական խալիֆները, ցարական իշխանությունները, թուրքական իշխանությունները ճնշումների են ենթարկել եկեղեցում, նաև ենթարկեցրել են եկեղեցին իրեն, ասում է հիմա ինչ կա, հարազատ իշխանությունն է, մեր ընտրած իշխանությունն է, թող իրեն ենթարկվեն, էլի։ Այս մարդը հույս ունի, որ կաթողիկոսն անեն, ինքը երևի կաթողիկոս դառնա։ Մի 10 հոգու մեջ մրցակցություն է սկսվել։ Ինձ հայտնի է, որ 75 եպիսկոպոսից 10-ը այդպիսին են։ 10-ն էլ պիտի կարգալույց արվեն։ Որովհետև կաթողիկոսը ընտրվում է ըստ կանոնակարգի ցմա։ Ես հուսով եմ, համարյա թե վստահ եմ, որ կաթողիկոսը չի երկնչի, հանգիստ իր տեղ կնստի, ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Դա կլինի եկեղեցու Եկեղեցու մենք եկեղեցուն չենք փրկում, այսօր մենք եկեղեցուն փրկում ենք Ալաշուկյուր Փաշազադեի, այսինքն Կովկասի մուսուլմանների առաջնորդի բանից, որովհետև նպատակը առնվազն հայ առաքելական եկեղեցին դարձնել հունակաթոլիկ եկեղեցի, կամ էլ եթե դա էլ չօգնի, ընդհանրապես Հայաստանը ընդունի մահմեդականություն։ Հիսա դեպի մահմեդականացում տանելու ճանապարհն է ծրագիրը։ Պրոցեսների նպատակը դա է։ Որովհետև նույն թուրքերն ասում են ախպեր, թող էլեկտրաէներգիա չունենան, գազը մեզից առնեն, նավթը մեզից առնեն, իրաց ջրերն են, բանակ չունենան, եկեղեցին էլ թող մահմեդական լինի։ Այդ դեպքում մենք կվստահենք հայերին եւ կընդունենք մեր ընտանիք։ Հայաստանն էլ Արևմտյան Ադրբեջան է, դա էլ Հայաստանն էլ կանվանենք Արևմտյան Ադրբեջան։ Էսա, իրանց նպատակը սա է։ Եւ այսօր իրանց կոկորդին հայ առաքելական եկեղեցին ոսկորի նման կանգ է առել։ Եվ ունեն իրանք իրանց ներկայացուցիչը, դա Փաշյանն է, անշուշտ որ այս գործն անում է, Փաշյանը միևնույն ժամանակ փորձում է ցույց տալ, որ ինքը Եվրոպայի ներկայացուցիչ է, որ ինքը Ռուսաստանի ներկայացուցիչ է, այս երկու մոմենտները չեն հասնում, բայց որտեղ է ինքը հաջողություն հասնում, ինքը հաջողություն հասնում այնտեղ, որտեղ թուրքերի պահանջն է իրականացնում։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ընդդիմության ներսում այս միասնական օրակարգի շուրջ միավորվելու ձգտումները հաջողությամբ կսակվեն ու արդյոք վտանգավոր կարող են լինել։ Ես ընդդիմությանը միշտ կոչ եմ արել միասնական բևեռ սարքեք։ Այս կոչը վերաբերում է 3 նախագահներին անպայման։ Այս կոչը վերաբերում է մեր ձևով շարժմանը։ Ես մարգարետ չեմ, իրանք կանեն դա չէ։ Այս կոչը վերաբերվում էր մի ժամանակ, ասել եմ, հիմա այդ կուսակցությունը կա, չկա, չգիտեմ, ապրելու երկիր կուսակցությունը։ Կա վերաբերում է անձամբ ինձ, վերաբերվում է Մայր Հայաստանին, վերաբերվում է Հայաքվեին, վերաբերվում է Արման Թաթոյանին, բոլորին։
Տղեկ, եթե միանակ մի հատ Beverly, մոտարպես 60-40 կկրեք, 65-35։ Հիմա ուժ ունեն, թող միանան։ Ես կոչ եմ անում։ Ես նույնիսկ բոլորի մոտ հայտարարել եմ, որ երբեք մտնելով չանցնի, որ ես ինչ-որ առանձնահատուկ ամբիցիաներ ունեմ, հանուն Հայաստանի։ Այդպես մտածողներ շատ կան, լավ է, որ հանդիպում ենք, խոսում ենք։ Երևի այդ ամեն ինչից մի բան դուրս գա։ Հույս ունենանք։ Այո։ Պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Հաջողություն։